եւ Գյումրեցու շահերից։ Շնորհակալ եմ հարգելի մասնակիցներ, շնորհակալություն նաև ժամանակը հարգելու համար։ Այժմ առաջին հարցը, որին պատասխանելու համար յուրաքանչյուրդ կունենա մեկական րոպե, այնուհետև կունենանք 6 րոպեանոց հատված, որի ընթացքում թեկնածուները կարող են բանավիճել միմյանց հետ։ Եթե բանավեճը շատ բուռն լինի, մենք կավելացնենք եւս 3 րոպե։ Մենք ինչքան հարցազրույցներ արեցինք, շփվեցինք գյումրեցիների հետ, տարբեր հարցազրույցներ լսեցինք, եկանք այն եզրակացության, որ ամենակարևոր խնդիրներից մեկը այն է, որ 88 թվականի երկրաշարժից հետո Գյումրիում դեռ կան տնակներ եւ մարդիկ բնակարանի կարիք ունեն։ Ինչպես է ձեր թիմը հաղթանակի պարագայում լուծելու այս խնդիրը։ Բոլորը 1 րոպե կպատասխանեն, հետո արդեն ազատ քննարկում, սկսում ենք երկրորդ համարից, խնդրեմ։ Սարիկ Մինասյան։ Շնորհակալություն, ես նախ կուզենայի պատասխանել պարոն Մխիթարյանին։ Պարոն Մխիթարյան, շատ լավ է, որ ուսումնասիրում եք իմ Facebook-յան էջը, ողջունում եմ, ահագին բաներ կսովորեք, հետագայում ձեր պրոդյուսերության համար նաև պետք է գա, նաև նշեմ, որ իհարկե հնարավոր է դուք լավ պրոդյուսեր եք, բայց ձեր պրոդյուսերը բավականին վատն է։ Տեսեք, դուք ուսումնասիրել եք իմ Facebook-յան էջը եւ ցիտատ եք մեջ բերում, այո, ես այդ նույն կարծիքին եմ, իմ սկզբունքները երբեք չեմ փոխում, եւ երկրորդ, թուրքերեն բառը օգտագործելով դուք վաստակում եք, հայատ բառը օգտագործելով վաստակում եք ձեր հանապազօրյա հացը, ձեր երեխաներին եք պահում ու մեղադրում եք ինձ կամ իմ աջակիցներին թուրքական կամ ադրբեջանական լինելու համար։ Կարծում եմ հայ տղամարդուն վայել չի, նախ պետք է Պարոն Մինասյան, բայց ձեր մի րոպե լրացում եմ։ Պարոն Մխիթարյան, դուք հիմա չեք ասել, դուք խոսեցիք։ Պարոն այդ, ներողություն, պարոն Մխիթարյան։ Մի րոպե չեղավ։ Որակումներ մի տվեք Պարոն Մխիթարյան, Այսօր այս քաղաքը Պարոն Մխիթարյան, Այսօր այս քաղաքը տղամարդուն վայել ինչ է։ Պարոն Մխիթարյան, ներողություն, պարոն Մինասյան, ներողություն։ պարոն Մինասյան, դու տղամարդուն Պարոն Մխիթարյան, պարոն Մխիթարյան, հարգեք, դուք ստորագրել եք հարգանքի թուղթ։ Պարոնայք, դուք ստորագրել եք միմյանց եւ հեռուստադիտողին հարգելու թուղթ։ Հարգեք ձեր ստորագրածը։ Դուք ունենալու եք ժամանակ խոսելու եւ բանավիճելու համար։ Խնդրեմ։ Մենք ունենք Գյումրու զարգացման եւ ընթացիկ ծրագրեր եւ հերանեկարային ծրագրեր։ Եթե ստացվի մեր հերանեկարային ծրագիրը, որ Գյումրին դառնա ազատ տնտեսական կոդի եւ հռչակվի ազատ քաղաք, իմ կարծիքով շատ արագ կլուծվի տնագների հարցը։ Եթե ոչ, ուրեմն միջազգային փորձը ցույց է տվել, որ նմանատիպ հարցերում համայնք, անհատ եւ պետություն կապը, եթե ստեղծում ես, շատ արագ է աշխատում եւ հնարավոր է տնագներից մարդկանց շատ արագ դուրս բերել։ Երբ որ համայնքը անհադույց հող է տրամադրում շինարարին, իսկ պետությունը որոշակի հարգատեսակներից ազատում է եւ շինարարը կառուցելով բազմաթիվ շենքեր, որոշակի մասը տրամադրում է տնագներում ապրողներին, իսկ մնացած մասը իր եկամուտները եւ ծախսերն է ապահովագրում։ Այսինքն ազատ տնտեսական գոտի եւ հարկային արտոնություններ շինարարներին, ճիշտ եմ հասկանում։ Եթե ազատ տնտեսական կոդին ստացվում է մեր մոտ, իշխանությունները կամք են դրսևորում կամ հաջորդ իշխանությունները շատ արագ դարձնում են Գյումրին ազատ տնտեսական կոդի, դա այլ հարթություն է։ Ինքներս մեզ կարողանանք կառուցել եւ ազատվել տնագներից։ Իսկ եթե ոչ, ուրեմն անհատ համայնք եւ պետություն կապը ապահովելով կարողանանք ազատվել տնագներից։ 36 տարի անց է երկրաշարժից 30 տարիների ընթացքում Գյումրիում բազմաբնակարան լիքը շենքեր կառուցվեցին եւ հազարավոր մարդիկ բնակարաններ ստացան։ Բնակարաններ չեն ստացել գյումրեցիները այս վերջի 6-7 տարիների ընթացքում։ Ինչով է պայմանավորված դա, թող պատասխանի իշխանության ներկայացուցիչը։ Այդ 1-2 սոցիալական շենքերի մասին չէ խոսքը։ Քանի իշխանության ներկայացուցիչը, այդ 1-2 սոցիալական շենքերի մասին չէ խոսքը։ Համատարած բնակարանաշինություն պիտի լիներ Գյումրիում։ Արտաքին պարտքը ավելացել է 6 միլիարդ եւ ավելի։ Բայց Գյումրին այդպես է չազատվեց տնագային ավաններից։
Ես քաղաքապետ ընտրվելու պարագայում մեր քաղաքը դաշինքը պահանջելու է, պահանջատեր է լինելու, գյումրեցիները կանգնելու են որպես քաղաքապետի իմ թիկունքին եւ բոլորս միասին այս 1 տարվա ընթացքում պահանջելու ենք գործող իշխանություններից, իսկ 26 թվականից հետո եկող իշխանությունների հետ կառուցելու ենք Գյումրի քաղաքը։ Շնորհակալություն, Արտեմ Ղարաղազարյան, խնդրեմ։ Տեսեք, ես էլ եմ նույն կարծիքին, քանի որ այս կառավարությունը մեր ժողովրդին, մեր գյումրեցիներին խոստացել է տնօրենների իսպար վերածումը մեր քաղաքում եւ չի կատարել այս ամեն ինչը, ես հավատացած եմ, որ քաղաքապետ ընտրվեմ, պահանջելու ենք նրանցից այդ ամեն ինչը իրենք բերեն եւ սարքեն։ Իսկ եթե ոչ, մենք ամենաշատը 1 տարի դիմանալու ենք, որպեսզի հասնենք նրան, այս իշխանությունը տանենք հանգստի եւ մենք նոր իշխանության հետ փորձենք այս հարցի լուծումը տալ։ Այս իշխանությանը հավատալ պետք չէ, որովհետեւ մենք ցանկացած հարցում, ցանկացած ոլորտում խապված ենք եւ մենք խապված չենք, ամբողջ ազգն է խապված։ Այսքան։ Պարոն Մխիթարյան, խնդրեմ։ Պարոն Մինասյան, դուք բազմիցս Հայատ պրոջեկտի համերգին եղել եք հենց Հայատ Music Hall-ում ու այդ ժամանակ չեք մտածել այդ անվանումը ինչերեն է։ Լավ, ես ձեզ կապացուցեմ, որ դուք եղել եք։ Ես ձեզ կապացուցեմ, որ դուք եղել եք, որովհետև տեսախցիկներ կան այդ Music Hall-ում, ամեն ինչ կա։ Այդ մեկ, երկրորդը, ես իմ հացը վաստակում եմ հանապազորյա, իմ աշխատանքով, իմ ստեղծագործական տաղանդով, ոչ թե մարդ բռնել տալով։ Այդ երկուս։ Երրորդը, ձեր իշխանությունը հայտարարել էր, որ 3 միլիարդ դրամ տրամադրելով լուծել է տնակների հարցերը եւ այլևս տնակների հարց չկա, այդ հրապարակվել է ձեր կուսակցության պաշտոնական էջում, բոլորը շեյր են անում այդ լուրը, բաղձալի լուրը, բայց դուք չեք կարողացել լուծել տնակների հարցը, ավելին դուք ինքներդ վերջերս գնացել եք տնակային ավաններ եւ տնակներում ապրող մարդկանց արդեն լինելով հայտարարված տեխնացու փայտ եք տվել որպես վառելիք։ Արտեմ Թումանյան, խնդրեմ։ Ժողովուրդ ջան, նախ եւ առաջ եկեք հասկանանք մի պարզ իրականություն, որ 37 տարի բոլոր նախագահները եւ վարչապետերը պարտքեն Գյումրի քաղաքին, 37 տարի պարտքեն քաղաք կառուցելը։ Ուրեմն այսօր մենք բոլորս խոսում ենք անիրատեսական, որ 14 միլիոն դոլար բյուջեով կարող ենք եւ բնակարաններ կառուցել, եւ ասֆալտապատել, եւ գեղեցիկ քաղաք, դա ինքնախապեյությամբ ենք մենք զբաղված այս պարագայում։ Դրա համար նախ եւ առաջ պիտի պետությունը պարտք վերադարձնի Գյումրի քաղաքին, բոլոր անօթևանները պիտի ունենան բնակարաններ, հետո մեր 14 միլիոնը մեզ հաստատ հերիկելու է քաղաքը կամաց հասցնել իր նպատակին։ Մենք ունենք էլի Գյումրու հզոր սփյուռք, որոնք պատրաստ են, եւ երեք հենց այս հեռախոսազանգ եմ ունեցել իմ քաղաքապետ ընտրվելու դեպքում 10 միլիոն դոլարի ներդրում են կատարելու Գյումրի քաղաքում։ Շնորհակալություն։ Պարոն Մալխասյան, խնդրեմ։ Այո, 37 տարի իշխանություններ եկել, գլուխ են խոնարել երկրաշարժի զոհերի հուշարձանից, սակայն գյումրեցիները շարունակում են բնակվել տնակներում։ Մենք իրատեսական ծրագիր ենք ներկայացրել, որն է դա առաջարկել ենք սոցիալական հիպոթեկային ծրագիր ներդնել, ինչ է ներկայացնում սոցիալական հիպոթեկային ծրագիրը։ Պետությունը հնարավորություն է ընձեռում տնակում բնակվողներին ձեռք բերել բնակարան, իսկ այդ գումարը ամբողջությամբ վճարում է պետությունը։ Հիմա թվերով ասեմ, որ ավելի պատկերավոր լինի։ Օրինակ 2000 տնակներին բնակարան գնելու համար մեկ բնակարանը միջինացված $50,000 մասին է խոսքը Գյումրիում, եւ եթե բազմապատկում ենք խոսքը $100 միլիոն մասին է։ Այս պարագայում դա մեծ գումար է, բայց երբ որ հիպոթեկային ծրագրով, սոցիալական հիպոթեկային ծրագրով պետությունը ձեռք է բերում եւ դա բաժանում ենք տարիների, 10 տարի, 20 տարի, տարեկան գալիս է $5 միլիոն։ Այս պարագայում արդեն մեծ գումար չի դա պետության համար եւ այս ծրագիրը մենք ներկայացնում ենք պետությանը եւ գնալու ենք դրա հետևից, որպեսզի կարճ ժամանակահատվածում հնարավորություն ունենան տնակում բնակվողները ունենալ բնակարան։ Շնորհակալություն։ Պարոն, դուք ձեր թեզերը հնչեցրեցիք, ճիշտ է, բոլորը չէ որ բնակարանաշինության մասին, ով հարց ունի, խնդրեմ։ Բանավեճի փուլն է, բա կարող եք։ Խնդրեմ, պարոն Բարձրյան, եկել ու սկսենք։ Շնորհակալություն։
18 թվականին, դրանից առաջ էլ, բայց 18 թվականին դիմել եմ վարչապետին այդ խնդիրը նկարագրելով մանրամասնությամբ, ստեղծել է աշխատանքային խումբ կառավարական, որի մեջ ներգրավվել են մարզպետարանների ներկայացուցիչներ, քաղաքաշինական կոմիտե, ես որպես ավականու անդամ, որը կես տարում ուսումնասիրել է Արագածոտնի, Շիրակի եւ Լոռու մարզերում եղած ժամանակավոր կացարանները, անօթևանների վիճակը, պարզվել է 7000 անօթևան ընտանիք եւ դրանց կեսը Շիրակի մարզում էր ու հասկանում եք հիմնականում Գյումրիում էր։ Այնուհետև մշակվել է խնդրի լուծման ծրագիր, որի հիման վրա ընդունվել է կառավարության որոշում մի քանի տարի առաջ։ Դրա մեջ այս խնդրի լուծման ճանապարհները տրված են, ընդհանուր գինը մոտավորապես $200 միլիոն է, դրա կեսը, ինչպես հասկանում եք, վերաբերելի էր Գյումրիին։ Ինչ որ բաներ արվել են, մեծ մասը չի արվել, քաղաքը պիտի ունենա համառ հետևողական իշխանություն, որպեսզի կառավարությանը պարտադրի այդ որոշումը կատարել։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոնեք, այ հիմա կարող քննարկեք Ազատ։ Խնդրեմ։ Պարոն Մինասյան, ես ձեզ մի հարց ունեմ։ Դուք երբևիցե եւ ընդհանրապես գիտեք բիզնեսմեններ, ովքեր երկրից դուրս կամնես ապրանք արտահանելուց արտասահմանյան երկրների չի օգտվում այն երկրի տարածքով, որի մասին որ դուք մանր սուդ եք խոսում, իմ թղթերից հետ կապված, որ այդ երկրից ու այդ տարածքից չի օգտվում։ Գիտեք։ Պարոն Ղազարյան, ներողություն եմ խնդրում, հիմա կպատասխանեք։ Հարցի ժամանակ ունենաք, հարց տալու ում ուզում եք։ Թեմայի վերաբերյալ ենք հիմա քննարկում։ Գյումրու բնականաշինությունը։ Ով այս առումով լրացնելու, ասելու, խնդրեմ։ Ես ընդհանուր ներկայացրեցի մեր պատկերացրած լուծումը, որը նաև զարգացած երկրների փորձ է, ինչու՞ չէ նաև մեր հարևան Վրաստանի փորձն է։ Վրաց-աբխազական պատերազմի ընթացքում մոտ 150-200 հազար վրացիներ փախստականի կարգավիճակ ստացան եւ տեղափոխվեցին նաև Բաթումի եւ մյուս քաղաքներ եւ այդ անհատ համայնք եւ պետություն կապը պահելով փորձեցին 2 տարվա մեջ այդ 150,000 անօթևանների հարցը կարգավորել։ Որևիցե մեկը եթե դեմ է այս մեր մոդեցմանը, կարող է արտահայտվել եւ ես բավարարեմ իր պատասխանը, որ հասկանալի լինի, ինչպես է կարող անհատը համայնքը եւ պետությունը համագործակցելով մի շարք ծրագրեր իրագործել։ Այլ խնդրեմ։ Պարոն Թումանյան, այդ ով ասեց, որ մենք քաղաքի բյուջեի հաշվին պիտի այդ բնակարանները կառուցենք։ Այդ երբ է քաղաքի բյուջեի հաշվին այդ բնակարանները կառուցվել, որ հիմա էլ մենք քաղաքի բյուջեի հաշվին պիտի այդ բնակարանները կառուցենք։ Այդ բնակարանները պարտք են մեզ իշխանությունները ու իշխանություններն պետք է կառուցեն։ Բոլոր ժամանակներում էլ պարտք են եղել։ Բոլոր ժամանակներում պարտք են եղել, կառուցել են, տեսել ենք, հիմիկվանից խոսեք, պաշտպանել եք այս իշխանությանը բերել եք իշխանության, հիմի այս իշխանության մասին խոսեք, կոնկրետ ինչ են արել։ Լավ պաշտպանում եք, միտինգներին մասնակցում եք, բոլոր տեղերում ակտիվ եք եղել։ Ինչ եք արել։ Ուրեմն հեղափոխությունից հետո ազգի 90%-ը եղել են հեղափոխականներ, չգիտեմ, երևի շատերը լողացել են վրեկից մակրվել հեղափոխականի պիտակը, բայց ես եղել եւ մնացել եմ միջև վերջ ակտիվ հեղափոխական եւ մի կետից երբ հեղափոխության գնաց կշեղվեց, մենք հասկացանք, որ ուրիշ ճանապարհով ենք գնում, մենք մնացինք այն կետում, որտեղ կանգնած ենք։ Հիմա որ մենք պարոն Գրիգորյան, ես առաջարկում եմ բնակարարության կետը, որովհետեւ լսում են հետաքրքիր է։ Լավ, այսպես ասեմ, հարգելի տեխնազուներ, այս տարիների ընթացքում, որ Գյումրի քաղաքով շրջում եք, տեսնում եք, չէ, որ ինչքան շենքեր կան, որոնք կարելի են բարեկարգել, ոչ թե հիմնովին հիմքից արկել, բարեկարգել, կտուրը, պատուհանները տրնել եւ մի քանի 100 ընտանիք տեղափոխել այդտեղ ապրելու տնագից ավելի լավ են, ավելի լավ կզգան իրանց։ Հիմա մենք թողել ենք մեր աչքի առաջը, մտածում ենք 0-ից ոնց սարքենք։ Էլի եմ ասում, մեր քաղաքի 14 միլիոն բյուջեն երբեք հնարավորություն չի տալի նույնիսկ 50 տարի այդ բնակարանները վերականգնել։ Իսկ ինչ մնում է պարոն Գրիգորյան, ձեր հարցին, այո, սխալվել ենք։ Մենք էլ ենք մարդ, մենք էլ իրավունք ունենք սխալվելու։ Մենք գնացել ենք որպես ակտիվ հեղափոխական ու ազգի 90%-ն է եղել հեղափոխական։ Հիմա մենք հասկացանք, որ իրականում գյումրեցիները եւ երևի ամբողջ
Հայաստանի Հանրապետությունը հեղափոխության հարցում սխալվել է։ Ես ուզում եմ լրացնել, ես ուզում եմ լրացնել իմ նկարագրած ճանապարհը, միայն կառավարության այդ որոշումը չէ, եւ համայնքային իշխանությունը կարող է նախկին փորձը օգտագործելով ներգրավել տարբեր տեղական եւ միջազգային հիմնադրամների օժանդակությունը, որոնց շնորհիվ ահագին մեծ բնակարանաշինություն անցած տարիներին եղել է։ Օրինակ Հայաստան համահայկական հիմնադրամի 4 շենքերը, որոնք մուշում են կառուցվելու, բազմաթիվ ուրիշ թաղամասեր, որոնք դրամաշնորհներով են եղել, բայց մի կարևոր բան էլ ավելացնեմ։ Պետության պարտականությունն է քննել եւ բացահայտել անցած տարիների բնակարանաշինության եւ բնակպաշխման կոռուպցիան։ Ահռելի ֆինանսական միջոցներ են հատկացվել, սակայն մինչև հիմա, ինչպես ասացի, միայն Գյումրիում մոտավորապես 2500 ընտանիք մնացել են տնակներում։ Իհարկե դրանք տարբեր խմբերի ժողովուրդ են, մարդիկ կան, որոնք ընդհանրապես տուն չեն կորցրել։ Շատ լավ։ Այո, Խնդրեմ։ Պարոն Թումանյան, ուզում եմ հասկանամ, ինչ որ առարգություն կա իմ ասածների մեջ, որտեվ դուք անընդհատ պնդում եք, որ 14 միլիոն դոլարով հնարավոր չէ եւ թող նախկին ղեկավարները հադուցեն Գյումրու տնագների, այսպես ասած, հարցը, բայց չէ որ նախկին նախագահները էլ պաշտոն չունեն եւ ինչպես են հադուցելու, ավելի ռեալ գտնվենք եւ եթե ունեք առարգություն անհատ համայնք եւ պետություն համագործակցության հետ կապված, խնդրեմ տվեք, որովհետեւ ես էլ հասկանամ, բոլորն էլ հասկանան, որ ձեր առարգությունն ինչու՞մն է կայանում, որովհետեւ 14 միլիոնով համաձայն ենք, չի լուծվելու։ Պարոն Սիմոնյան, նախ ձեր առաջարկած ազատ տնտեսական Չէ, այս մասը ազատ տնտեսական կոդուն չի վերաբերում է անհատ, համայնք եւ պետություն, այսինքն անհատը դա շինարարն է, համայնքը դա հող հատկացնողն է, նվիրատվություն անողն է եւ պետությունը, որը նպաստելու է օրենքներով, օրենսդրական փոփոխություններ անելով, պետք է առավելություն տա այդ շինարարին, որպեսզի կարողանա շինարարը կառուցի բազմաթիվ շենքեր, որի մի մասը հատկացնելու է նույն մեր տնագներում բնակվող մարդկանց եւ մի մասը ծառայեցնի իր ծախսերին եւ եկամուտ հետապնդի։ Եվս 3 րոպե ենք ավելացնում քննարկմանը, խնդրում եմ։ Պարոն Մինասյան, Ես ուզում եմ լսել պարոն Թումանյանին ներողություն։ Ուրեմն նորից եմ կրկնում, ձեր ասածը շատ գեղեցիկ է հնչում, շատ տպավորիչ ու գունավոր է հնչում, բայց չէ, բայց ռեալ փորձը եղել է, ես օրինակը բերեցի պատումի կոդին, դա անիրատեսական կոդու մասին չէ խոսքը։ Ոչ, բացարձակ, անհատ համայնք եւ պետություն։ Եվ ինչպես եք դուք պատկերացնում դա։ Նոր բացադրեցի։ Չէ, ասեցի որ բացադրեցիք, բայց ինչպես եք գործնականում պատկերացնում դա։ Դել ոնց ասեմ։ Շատ Համայնքը տրամադրում է անհատին շինարարին հողը, պետությունը ազատում է որոշակի հարգերից, շինարարը սարքելով բազմաթիվ շենքեր, կարողանալու է մի մասը տրամադրել տնագներում բնակվողներին, մի մասը իր ծախսերը հոգա եւ եկամուտ հետապնդի։ Շատ լավ։ Եվ նաեւ զարգացնի մեր Շնորհակալություն բնակարանաշինության հետ կապված ասեմ, ինչպես նշեց պարոն Լևոն Պարսեղյանը, Գյումրիում ներկապային առկա է 2400 տնակ, բայց ոչ այդքան ընտանիք, պարոն Պարսեղյան, բնակվում են տնագներում բնակվում են մոտ 900 ընտանիք, պետությունը այդ 900-ից 110-ի նկատմամբ ունի պարտավորություն, որոնք ենթակա են փոխհատուցման, այսինքն երկրաշարժի ժամանակ, երկրաշարժի հետևանքով բնակարաններ են կորցրել եւ պետությունը այդ պարտավորությունը վերցրել է մինչև 2027 թվականը պարտադիր այդ 110 ընտանիքները ստանալու են փոխհատուցումները, մնացած ընտանիքները տարբեր պատճառներով են հայտնվել տնակներում, ընտանիքները բազմացել են, մեկ եղբայրը ամուսնացել է, տեղափոխվել են ստացած այդ բնակարանները, մյուս ընտանիքի կեսը մնացել են տնագներում եւ այդպես 30 տարի շարունակել են ապրել։ Մենք ներկայացրել ենք տնագներից ազատվելու վերաբերյալ բավականին իրատեսական ծրագիր, սոցիալական բնակարանաշինություն հատուկ կարգավիճակ ունեցող քաղաքացիների ընտանիքների համար։ Կառավարության որոշման մեջ այդ ճանապարհները նշված են եւ պետությունը այդ որոշման պարտավորություն ունի քաղաքը ազատել տնակներից, կցակառույցներից, ապօրինի։ Այո, այսինքն այդ ամբողջը որոշման մեջ կա արդեն։ 7 տարվա ընթացքում քանի բնակելի շենք է կառուցել ձեր կառավարությունը Գյումրիում։ 7 տարվա ընթացքում 5 բնակելի շենք է կառուցվել տարբեր սոցիալական ծրագրերով, համայնքական 7 տարվա 5 բնակելի շենքը քանի բնակարան է, պարոն Մինասյան։ Բնակարանների թիվը այս պահին հստակ չեմ կարող ասել, քանի բնակարան է,
բայց 4 բազմաբնակարան շենք կառուցվել է Մուշ թաղամասում, 1 շենք կառուցվել է Անի թաղամասում եւ եւս 1 շենք իմ համայնքի ղեկավարի պաշտոնակատար լինելու ընթացքում ստորագրել ենք համաձայնագիրը, շինթույլտվությունը ստացել ենք, կոմբինատ թաղամասում է կառուցվելու, շուտով շինարարական Այսինքն 7 տարվա ընթացքում տարի ու կեսվա ընթացքում մեկ բնակելի շենք է, մեկ հարկեմ, պարոն Բազարյան։ Խնդրում եմ, եթե դուք տեղյակ եք, եթե տեղյակ չեք, ես կասեմ, նույն համամասնությամբ 7 տարվա ընթացքում ինչքան շենք է կառուցվել առաջին նախագահի կառավարման օրոք, ինչքան շենք է կառուցվել 7 տարվա ընթացքում երկրորդ նախագահի կառավարման օրոք եւ ինչքան շենք է կառուցվել 7 տարվա ընթացքում երրորդ նախագահի կառավարման օրոք դուք այդ նույն 7 տարիների ընթացքում ձեր իշխանությունը ձեր նոր իշխանությունը ձեր համար նոր դարձած իշխանությունը ֆիքսենք որ կառուցել է ընդամենը 5 բնակելի շենք 6 տարվա ընթացքում չեք կարողանում հանձնել մի ծննդատուն ունենալով նաև բարերար, որը գումարի կարծեմ 60-70% տվել է։ Այնպես որ սա ամենակարևոր բնորոշումն է ձեր աշխատանքի արդյունավետության, ձեր կառավարության աշխատանքի, ձեր իշխանության արդյունավետության, որովհետև 7 տարվա ընթացքում ասֆալտից սկսած մինչև սոցիալական ծրագրեր դուք ամենասիրուն ձևով փորձում եք ժողովրդին ասել, որ այս անգամ շանս տվեք։ Պարոն Մինասյան, հետո պարոն Մալխասյան, խնդրեմ։ Պարոն Մխիթարյան, շատ լավ է, որ նախկին նախագահների հանդեպ մեծ համակրանք ունեք, ասեմ, որ նախկին նախագահների ժամանակ այդ բնակարանները մեծամասամբ կառուցվել են բարեգործական հիմնադրամների կողմից Գյումրիում, այո, Սփյուռքից եկած, ես ես չնդադեցի, ես ոչ մի կապ չեմ խզել։ Ձեր իշխանությունը, դուք հիմա փորձում եք տարանջատվել այդ իշխանությունից։ Ուրեմն եղել է Լինսի հիմնադրամ, երբ որ այդ մարդիկ հասկացել են, որ շենքերի 4-րդ հարկերը անհետանում են Ռոբերտ Քոչարյանի օրոք, մարդիկ այդ հիմնադրամը փակեցին 150 միլիոն դրամը ուղղեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Այո, շենքերի կեսը 3 հարկ է, մնացածը 4 հարկ։ Բոլոր գյումրեցիները գիտեն, փաստը Երևանյան խճուղում, փաստը, որ 4 հարգանի են եղել, մի հարգը կորուպցիայի զոհ է դարել։ Արագ խոսելով չի, փաստը Երևանյան խճուղում կառուցված բնակարաններն են։ Այո, ես համաձայն եմ, որ բոլորը իրենց, այո, ես համաձայն եմ, որ 7 տարիների ընթացքում իրավապահ համակարգը կաղել է, հուսով եմ իրավապահ համակարգը, այլևս ունի լավ լծակներ, իրավապահ համակարգը դուք հենց հիմա ասում եք, որ կաղել է, ձեր բոլորը այստեղ հարգանք են ցուցաբերում մեկը մյուսի նկատմամբ բացի ձեզանից 7 տարվա ընթացքում չեք կարողացել վերադարձնել ոչ ձեր իրավապահ համակարգը, ձեր նշանակած իրավապահ համակարգը։ Մի գոռացեք, պարոն Ղազարյան։ Նորմալ չէ, ես դու դրա համար գոռում եմ։ Պարոն Մխիթարյան, ներողություն։ Խոսելու եմ այնքան ինչքան ճիշտ համարեք։ Ես վերջին անգամ եմ զգուշացնում։ Եթե դուք էլի ընդհատեք բոլորիդ եւ անհարգալից լինեք, ես ձայնը կկտրեմ պարզապես։ Դուք չեք կարող իմ ձայնը կտրել։ Դուք չեք կարող իմ ձայնը կտրել։ Այս երկրում չկա հանրային հեռուստաալիքը, որ կարողանա իմ ձայնը կտրել։ Հարգանք ունեցեք տարական։ Լսել եք հարգանքի մասին։ Ստորագրել եք թուրքով։ Այո, լուրջ։ Չես կարող իմ ձայնը կտրել, Պետրոս։ Հարգանքով։ Չես կարող իմ ձայնը կտրել։ Դուքով, հարգանքով։ Չես կարող իմ ձայնը կտրել։ Այս հեռուստատեսությունում դու աշխատանք ես տանում նաև իմ ունեցած հարկերով։ Հարգեք ձեր ընկերներին։ Ում պետք է հարգում եմ։ Ես զգուշացեցի։ Ում պետք է հարգում եմ։ Պարոն Մալխասյան, Երեք արձանագրենք, որ իրականում այս 7 տարիների ընթացքում այս իշխանությունը Գյումրիում pedagogical միջոցներով որևէ բազմաբնակարան շենք չի կառուցել։ Գյումրիում կառուցվել է սոցիալական բնակարաններ համայնքական հիմնադրամի միջոցներով։ Բայց այստեղ նաև ուզում եմ մեր ծրագրային տերություններից նորից մեջմյանել անդրադառնալ, մենք նաև սոցիալական բնակարանաշինություն ենք նախատեսել, ինչի, որովհետև կան ընտանիքներ, ովքեր երկրաշարժին կորցրել են բնակարանները, պետությունը պարտավորություն ունի նրանց նկատմամբ, բայց արդեն անցել է 37 տարի եւ կան ընտանիքներ, որոնք բազմամարդ են դարձել։
մի մասը գնացել է բնարական ստացել է, մի մասը մնացել է տնագներում։ Հետևաբար պետությունը նույնպես պետք է պատասխանատու լինի եւ այդ մարդկանց ճակատագրով հետաքրքրված, այլ ոչ թե ծրագիր են մշակել 2 տարվա վարձ են տալիս 60,000 դրամ ամսական, թե դրանից հետո այդ մարդու ճակատագրի ինչ է լինելու ոչ ոք տեղյակ չէ։ Շատ լավ։ Պարոն Ղարաղազարյան։ Պարոն Մինասյան, դուք մի հատ հետաքրքիր հեքիաթ պատմեցիք։ Այս թեմայով սա վերջի հարցու պատասխանն է։ Ուրեմն տեսեք, դուք 5 շենք եք սարքել Գյումրիի համար, ձեր ծրագրում արագ պետք է Գյումրին շենացնեք եւ Գյումրին պետք է բնակարաններով ապահովեք, ճիշտ է։ Ես մի հատ հարց ունեմ տալու այդ 5 բնակարան, 5 շենքը քանի բնակարան կունենա։ Մոտավորապես 100, ճիշտ է։ Ենթադրենք։ Հա։ Դուք 2800 անոտևաներ նշեցիք, ճիշտ է։ Չէ։ Հա, 800։ 800։ Այո։ Դե լավ, ենթադրենք 800։ Քանի տարում պետք է դուք այդ Որի ենթադրում է 2700-ից 2800։ Գիտեմ, ես պրոստը իրացը, ես ուզեմ դուք հստակացնեք, դուք եւ ձեր իշխանությունը Պատասխանեմ ձեր հարցը։ քանի տարում խոստանում եք, որ Գյումրիում այս ձեր տեմպերով, այս ցույց խոսալով, քանի տարվա ընթացքում դուք Գյումրեցուն կազատեք այս կարգավիճակից։ Այդ հետաքրքիր ստուդ եք ուզեմ դու հիմի բարձր, պարոն Պարտեգյանի հետ գործ ունիս, դու պետք է Պատասխանեմ։ քանի տարում դու Հարցը հասկանալի։ Կառավարության որոշմամբ մինչև 2027 թվականը Գյումրին պետք է ազատված լինի տնագներից։ Տեսեք, ներկայապահին մեր ծրագրում նաև ներառել ենք սոցիալական հիպոթեկային ծրագրերով ձեռք բերվող բնակարանների վերաբերյալ։ Ես հանդիպել եմ տվյալ ընկերության ներդրողի հետ, ով հիմնավոր ներկայացրել է իր ծրագիրը 1 տարում 500 բնակարան պատրաստ է կառուցել, համայնքի կողմից տրամադրվելու է հողատարածքը անվճար, կառավարության կողմից անցկացվելու են բոլոր կոմունիկացիաները եւ շուկայական արժեքից կրկնակի անգամ էժան բնակարաններ են կառուցվելու եւ ընդամենը 60-70 հազար դրամ վճարելով 5-6 տարվա ընթացքում մեր են տնագային ավաններում ապրող քաղաքացիները, ովքեր երկրաշարժին տնագարան չեն կորցրել, տարբեր պատճառներով կան նաև ընտանիքներ, որոնք գյուղից են տեղափոխվել։ Ամփոփում եմ, վերջ, մի րոպե, պարոն, դուք մի վայրկյան։ Դուք դեռ բանավիճելու հնարավորություն ունենալու եք։ Թեմա մենակ քննարկել Պարզապես եկեք հարգենք